178 ներմուծող, 1 տասնյակից ավելի արտադրող մոտ 4000 դեղատուն։ Հայաստանի դեղորայքի շուկայում տնտեսավարողների այսքան առատությունը ամենևին էլ հավասար մրցակցային դաշտի մասին չի վկայում։ Ներկրումների ավելի քան 70%-ը բաժին է ընկնում երկու կազմակերպության։ Դրանք կարողանում են գնային քաղաքականությամբ ազդել շուկայի վրա, այլ կերպ ասած դեմպինգով են զբաղվում։ Դեղագործների միությունում ասում են, գներ թելադրում են, սակայն մրցակցությունը չի տուժում։ Այո, եղել են դեպքեր, բայց դա լինում են ցանկացած այլ ոլորտներում։ Կայուն եկամտաբերությամբ բնութագրվող դեղորայքի շուկայի տարեկան շրջանառությունը մեր երկրում $100 միլիոն է։ Տնտեսավարողների վերադիրը մինչև 30%։ Ժամկետանց դեղեր շուկայում գրեթե հնարավոր չէ գտնել, իսկ չգրանցվածները մեր դեղատներում հայտնվում են հիմնականում Վրաստանից, որտեղ դրանք բավականին էժան են։ Շատ դեպքերում հիմնականում պայուսակներով, որոշ անձինք իրենց գրպաններով ուղղակի մարզանային ճանապարհով փորձում են վերել Հայաստան եւ աճարքի անել։ Դրան նպաստում է նաեւ սահմանին դեղերի գրանցման պարզեցված ընթացակարգի ներդրումը։ Առողջապահության նախարարությունում եւ միությունում դրա հետևանքներին տարբեր գնահատական են տալիս։ Այս տարի արդեն նկատում ենք դեղերի գների նվազում, Եթե առաջ մենք գիտենք ասպիրինը Հայաստանում այս ձևի տարատեսակով գույնով փաթեթավորված դեղը վերցնում են, հիմա մենք կարող ենք գնալ ու տեսնել դրանից 15 տեսակ, դրանից նաև կարող են օգտվել շատ քերեական տարեր նույնպես։ Նույնպիսի տարակարծություն կա նաև կեղծ դեղերի շրջանառման հարցում։ Նախորդ 5 տարիների ընթացքում ընդամենը 2 կեղծ դեղերի դեպք եղել։ 5 տարվա մեջ կարծում 14 դեղեր են հայտնաբերվել։ Այսպիսի փաթեթավորմամբ անհայտ ծագմամբ դեղեր կարելի է գտնել Հայաստանի դեղատներից շատերում։ Դեղագործների միությունում նշում են, որ կեղծ դեղերը հիմնականում հայկական արտադրության են։ Պարբերաբար ինչ-որ մարդիկ փորձել են իրենց ավտոտնակներում ինչ-որ փոփոխել, բայց հիմնականում իրավապահ մարմինների օգնությամբ առաջ բացահայտվել են եւ ստացել իրենց համապատասխան պատիժը։ Իդեպ սկսվել է դրանց որակի ստուգման լաբորատորիայի շինարարությունը։ Ինքը միտված է եվրոպական հավաստագրում ստանալու։ Իսկ ինչպես խուսափել կեղծումներից, պատասխանը մեկն է՝ զարգացնել տեղական արտադրությունը։ Ավելի մատչելի է, իսկ արտադրողի պատասխանատվության մակարդակը բարձր։ Համապատասխան ծրագիրն արդեն ստացել է կառավարության հավանությունը։ Գործողությունների պլանը իր մեջ կներառի որակի վերահսկման համակարգի ստեղծում Հայաստանում, տեղական հումքային բազայի ստեղծում, կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, կառավարության կողմից վաճառքների խթանում։ Քննարկվում են խրախուսման հնարավոր տարբերակները։ Ինչ ձևով դա կարվի, առաջնությունը պետք է տրվի տեղական արտադրությանը։ Եթե այս տարբերակը ընդունվի, հնարավոր է պատկան կառույցներն այլևս չխոսեն պետության փողերի անարդյունավետ ծախսման մասին։ Սոցիալապես անապահովների համար պետության միջոցներով գնվելիք դեղը կարտադրվի Հայաստանում։ Գինը հայտնի կլինի բոլորին։ Ուստուգումների ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չարաշահումներ չի հայտնաբերի։ Այս կառույցի տվյալով պետբյուջեի միջոցներով դեղեր գնելիս բուժ հաստատությունների մեծ մասը մրցույթներ չի հայտարարել։ Որոշ դեպքերում դրանք ձևական են եղել, իսկ դեղորայքի գինը առնվազն 25%-ով գերազանցել է դրանց միջին շուկայական մանրածախ արժեքը։ Բուժ հաստատության տնօրենը արտամրցութային կարգով ձեռքբերումներ է իրականացրել իրեն իսկ պատկանող դեղատնից, ընդ որում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ որոշ դեղերի գծով, օրինակ նատրիումի քլորիդ լուծույթ կամ ցեֆտրիաքսոն հակաբորբոքային պրեպարատ, նմանատիպ դեղերի գծով ձեռքբերման գները մինչև 5-6 անգամ գերազանցել են շուկայական միջին մանրածախ գները։ Ավարտվել է վարույթի միայն առաջին փուլը, արդյունքում վարույթներ է հարուցել թվով 15 բուժ հաստատությունների եւ դեղերի շուկայում գործող 12 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Առողջապահության նախարարությունում նշում են, որ ուժեղացվել է գնումների նկատմամբ վերահսկողությունը։ Հանձնաժողովում սակայն թե օրինախախների, թե խախտման տեսակների ցանկի օնլայնում են սպասում։ Հազիվ թե բուժ հաստատությունները հեշտությամբ հրաժարվեն հեշտ փողերից։ Հանձնաժողովում հարցի քննությունը կավարտվի առաջիկայում։ Արդյունքում ոչ միայն մինչև 200 միլիոն դրամի տուգանքներ են սպասվում, այլև դատական գործեր։ Քննության արդյունքները կուղարկվեն նաև իրավապահներին։ Շուշանիկ Միրզոյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։